Հազվագյուտ հողային տարրերը, ինչպիսիք են ցերիումը, լաթանը եւ մյուս ռազմավարական նշանակության հանքանյութերը այսօր համաշխարհային մրցակցության առանցքում են։ Դրանք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էներգետիկ անցման եւ պաշտպանական արդյունաբերության համար։ Այս ֆոնին Միացյալ Նահանգները մեկ շաբաթվա ընթացքում նմանատիպ համագործակցության փաստաթղթեր է ստորագրել թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Միջազգային հարցերով վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի խոսքով երկու երկրների հետ պայմանագրերը նշանակում են, որ տեխնոլոգիական ներդրումներ են արվելու, որպեսզի արդյունահանումը այդ հողային հազվագյուտ մետաղների շահավետ դառնա, որտեղ իրականում դա բավականին բարդ արդյունահանվող եւ ոչ շատ շահավետ ձեռնարկություններ կարող էին լինել միջև վերջերս, բայց քանի որ հիմա դրանց արդյունահանումը շատ կարևոր է դարձել եւ արդեն շահավետ է դարձել, իհարկե Միացյալ Նահանգները կարող են արդեն մեծ ներդրումներ խրախուսել։ Համեմատելով Ադրբեջանի եւ Հայաստանի հնարավորություններն այս ոլորտում, Խուրշուդյանը նշեց, որ Ադրբեջանն արդեն շահագործում է որոշ հանքեր, սակայն Հայաստանի փորձն այս ոլորտում ավելի շատ է։ Ինչ վերաբերում է սակավ այսպես հողային կամ հազվագյուտ հողային մետաղներին, ապա դրա վերամշակման արդյունահանման փորձը այնտեղ էլ այդքան զարգացած չի եւ այդ իմաստով Հայաստանում շատ ավելի մեծ փորձ կա, հենց մոլիբդենի պահով արդեն սկսած եւ ամեն դեպքում որքան ավելի շատ այդ ծավալները մեծանան թե Հայաստանում թե Ադրբեջանում, պետք է հասկանալ, որ դա նաև այն լոգիստիկ շղթաները, որոնք որ ձևավորվելու են դեպի Եվրոպա Հայաստանի միջով, ավելի շատ կօգտագործվեն նաև, եւ Հայաստանը ավելի շատ տարանցիկ ուղի որպես իր կարևորությունը, իր նշանակությունը կբարձրացնի։ Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում, ինչպես նաև համատեղ կառուցել հազվագյուտ հողային հումքի արդյունահանման թափոնների կառավարումը, մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման նպատակով։ Իսկ Բաքվում էներգետիկ համագործակցությանը նվիրված հերթական համաժողովին Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում ասվել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր, եւ ԱՄՆ վարչակազմը անհամբեր սպասում է այս հարցի շուրջ արդյունավետ քննարկումներին, որոնք նախատեսված են հունիսին։ Հազվագյուտ հողային տարրերից են նեոդիմը, պրազիոդիմը, սամարիումը, ինտրիումը եւ այլն։ Դրանք հիմնականում հայտնաբերվում են սիենիտներում եւ ալկալային ապարներում, մոլիբդենի եւ պղնձի հանքավայրերի հետ կապված տեղամասերում, հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոչամբարներում։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ շրջանները՝ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Լոռու մարզի առանձին շրջաններ։ Հանքային ռեսուրսների թեման բացի տարածաշրջանային մրցակցության նոր ուղղություն լինելուց, ըստ վերլուծաբանի կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության հիմք։ Քանի որ այս դեպքում թե Ադրբեջանը, թե Հայաստանը շահագրգռված են լինելու այդ լոգիստիկ շղթաների անխափան, արդյունավետ, խաղաղ շահագործման մեջ։ Կարևոր է նշել, որ Հայաստանում առայժմ չկան համաշխարհային մակարդակի խոշոր արդյունաբերական հազվագյուտ հողային տարրերի հանքավայրեր, ինչպիսիք կան Չինաստանում, Ավստրալիայում կամ Միացյալ Նահանգներում։ Սակայն երկրաբանները բազմիցս նշել են հազվագյուտ հողային տարրերի հեռանկարային դրսևորումների առկայությունը, հատկապես պղնձամոլիբդենային ձեռնարկությունների լցակույտերում եւ պոչամբարներում, որտեղ հազվագյուտ հողային տարրերի կորզումը կարող է տնտեսապես շահավետ լինել։ Մարինե Դվոյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։